Մեզ համար կարևոր է ճշմարտությունն ասել մեր ժողովրդին, երեկ Ազատության հետ զրույցում նշել է Ուժեղ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, ևս մեկ անգամ վերահաստատելով, որ իրենց վարչապետի միակ թեկնածուն Սամվել Կարապետյանն է, որովհետև միայն նա կարող է մեր աղքատացած ժողովրդին փրկել այս իրավիճակից։ Մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանը, մեր հասարակությանը այս իրավիճակից հանողը, աղքատությունը հաղթարողը Սամվել Կարապետյանն է։ Ինչ վերաբերում է իշխանական շահարկումներին, թե իբր Սամվել Կարապետյանը չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը, Ուժեղ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամը պատասխանել է։ Եթե Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, ինչու է Նիկոլ Փաշինյանը կալանքի տակ պահում Սամվել Կարապետյանին։ Եթե նա Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետ, այդ իսկ պատճառով է նրան կալանքի տակ պահում։ Իսկ ժողովրդի աջակցությունն այսօր Ուժեղ Հայաստան կուսակցությունն ունի, քանի որ մեծ հույսեր է կապում Սամվել Կարապետյանի ու նրա խոստացած բարեփոխումների հետ։ Քանի որ երկրում փոքր ձեռնարկությունների ճնշման տակ են, քանի որ գյուղատնտեսությունը այս իշխանության կառավարման ընթացքում ցավոք անկում է ապրել։ Մենք 18 թվականի մակարդակից ավելի ցածր գյուղատնտեսություն ունենք այսօր 10% մինչև։ Մարդիկ, նոր ղեկավարները դրանք հասարակության համար միջոց են, որպեսզի կարողանան լուծեն մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Սամվել Կարապետյանը լինելով ազգային բարերար ու ունենալով բազմաթիվ այլ ընտրանքներ, այսօր որոշում է կայացրել իր վրա վերցնել երկիրն այս իրավիճակից դուրս բերելու ծանր աշխատանքը։ Նա կարող էր իր կյանքը ապրել այնպես, որ չմտածեր որևէ այլ բանի մասին, բայց մեր երկիրը ունի առաջնահերթություններ եւ այդ առաջնահերթությունների համար նա գնացել է այս քայլին։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի քաղաքացիության հետ կապված հարցերին, որի մասին իշխանականները օր ու գիշեր առիթը բաց չեն թողնում խոսելու, Նարեկ Կարապետյանն արձագանքել է. Սամվել Կարապետյանը ունենալու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Գործիչը վախենալով, որ Սամվել Կարապետյանը կլինի մեր հաջորդ վարչապետը եւ իմանալով այդ մասին, նրանք պահում է կալանքի տակ, այդ իսկ պատճառով կան սահմանափակումներ, բայց մենք ասում ենք եւ հայտարարել ենք, որ այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կունենա մեկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Նարեկ Կարապետյանը նաև ընդգծում է, փոփոխվելու է միայն Սահմանադրության 148-րդ հոդվածը, որն օրենքով վերապահված է ազգային ժողովին, այսինքն չի լինի նաև սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն։ Այստեղ կարևոր է իմանալ, որ խոսքը Սահմանադրության միայն մեկ հոդվածի փոփոխության մասին է, ոչ թե ամբողջ Սահմանադրության, որը Ալիևի պահանջով ուզում է անել հենց Փաշինյանը։ Մարդու համար, Իլհամ Ալիևի համար մեր երկրի ղեկավարը փոխում է ոչ թե Սահմանադրության հոդվածը, փոխում է ամբողջ Սահմանադրությունը, անգամ չի փոխում Սահմանադրությունը, նոր Սահմանադրություն է բերում։ Դա Փաշինյանի խնդիրն է, ես այստեղ Սամվել Կարապետյանի առաքելությամբ եմ ուզում։ Չէ, դա մեր բոլորի խնդիրն է, դա մեր հայրենիքի Սահմանադրությունն է։ Բայց եթե մի բան անթույլատրելի է, մյուս անթույլատրելի բանը պետք է մենք անենք։ Անթույլատրելի այդ մարդը բերել է մարդ արաբեր Հայաստանի հասարակությանը, նա ասում է ես փոխելու եմ Սահմանադրությունը, բայց չի ասում, որ Իլհամ Ալիևի պահանջով ձեր բոլորի Սահմանադրությունը փոխվելու է։ Եթե մենք մի տեխնիկական կետ չփոխենք Սահմանադրության մեջ 148 հոդվածը, մենք չենք կարողանա խուսափել նրանից, որ Իլհամ Ալիևի պահանջով ամբողջ Սահմանադրությունն է փոխում։ Այս ծանրության տակ մտնելով Սամվել Կարապետյանը մինչև վերջ է գնալու։ Մինչև վերջը նշանակում է երկրում աղքատության հաղթահարումը, անվտանգության ապահովումը, ընդգծել է Նարեկ Կարապետյանը։ 7 ամիս շարունակ ԱԱԾ մեկուսարանում լինելով նա գնալու է մինչև վերջ եւ երկրում բերելու է այդ փոփոխությունները իր դեմքով։ Ինչ վերաբերում է հարցադրմանը, որ օրինակ կոալիցիոն կառավարություն ստեղծելու պարագայում հնարավոր է նախկինների վերադարձ լինի եւ վարչապետ դառնա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ ցանկացած պարագայում իրենց առաջնորդը վարչապետի թեկնածուն լինելու է Սամվել Կարապետյանը եւ իրենք որևէ կապ չունեն Քոչարյանի հետ։ Կյանքիս ընթացքում ես Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ։ Ես ֆիզիկապես չեմ տեսել Ռոբերտ Քոչարյանին մի անգամ։ Առաջին նախագահին տեսել եմ, մեր բոլոր գործիչներին տեսել եմ։ Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսել։ Այս 7-8 ալեկոծն ամիսների ընթացքում գեթ մեկ անգամ եւ դրանից առաջ էլ ամբողջ իմ կյանքի ընթացքում դուք որ հասկանաք ոչ մի շփում, ոչ մի քննարկում։ Ես ոչ մի առանց տեսնելու կարելի է հեռախոսով։ Ինչպես էլի նամակով ինչ որ բանով։
Պետք է համագործակցության տրամաբանության մեջ մտնենք տարածաշրջանի երկրների հետ, ասել է Նարեկ Կարապետյանը եւ հավելել, որ չպետք է վտանգ տեսնենք մեզ համար տնտեսապես հետաքրքիր երկրներից եւ հակառակը, պետք է վտանգ տեսնել այն երկրներից, ովքեր ապացուցել են, որ վտանգավոր են հայ էթնոսի համար։ Թուրքիայի հետ սահման բացել, երբ որ չես լուծե գյուղատնտեսությանը հարցը, իհարկե սահմանը շատ լավ բան է, Թուրքիայի հետ սահման բացելը մենք տեսնում ենք տնտեսապես հետաքրքիր, բայց մենք պետք է կարողանանք երկրում լուծենք մի քանի հարց, որպեսզի մեր գյուղատնտեսությունը գյուղացին կարողանա բերքը վաճառի էժան թուրքականի համեմատ։ Ադրբեջանի հետ գնալ զիջումների Ադրբեջանի դեմ, բոլոր տեսակի զիջումների գնալ, իմանալով, որ այդ ազգը, այսինքն պետությունը կներեք, որ տարածաշրջանում որ կարողացել է հաստատել է իր ազդեցությունը, այնտեղ չկա հայ։ Հարցին իսկ ինչն է հույս ներշնչում հաղթանակի համար, որովհետև նույն համոզմունքն էլ իշխանությունն իր վերաբերյալ ունի, Նարեկ Կարապետյանը պատասխանել է, որ այս իշխանությունը ժողովրդից միայն քվե է պահանջել ու հույս վաճառել։ Մենք նայում ենք, թե ինչ խոստումներ է տվել թոշակների հետ կապված։ Նա խոսքեր տվել մինչև իմ հիշելով 60,000 բարձրացնել միջին թոշակը 61, այսօր միջին թոշակը 49,000 դրամ է։ Խոսքեր տվել վերադարձնել, գիտեք, հադրութի շրջանը 21 թվականին խոսքեր տվել աղքատությունը կրճատել 2 անգամ։ Աղքատությունը չի կարողացել կրճատել 3%-ով։ Խոսքեր տվել, գրել էր, այսինքն այնպես չէ որ խոսքեր ասել, հետո կասեր չեմ հիշում, գրել է։ Մենք մեր ծրագրով 5 քայլերի ծրագրով հատուկ 5 քայլերը բոլորին այդ ծրագիրը մենք փոխանցում ենք, ունենք քարտեր, որ մարդիկ հնարավորություն ունենան վաղը խոսք տվածը պահանջեն։ Նարեկ Կարապետյանը ընդգծել է, որ Ուժեղ Հայաստանի ծրագրում հստակ նշված են 5 քայլ, որոնք հետագայում ժողովուրդը կարող է պահանջել իրենցից։ Ինչը պետք է ստիպի մեր հայրենակիցներին գնալ եւ ընտրել այն ուժին, որը վերջնականապես կործանեց Արցախը, որը աղքատությունը 8 տարվա ընթացքում հարևան երկիրը 2 անգամ նվազեցրել է, 100,000-ավոր մարդկանց աղքատությունից հանել է, Հայաստանում մենք մարզ ունենք, գիտեք, Շիրակի մարզը ամեն երկրորդը ապրում է ամսական 50-60,000 դրամից քիչ գումարով, ամեն երկրորդ համարյա։ Այսինքն ինչը պետք է ստիպի 8 տարի կառավարել։ Լրագրողի դիտարկմանը ասում են, թե խաղաղություն են բերել, Կարապետյանն արձագանքել է։ Հայաստանում ոչ մի ղեկավար ուժ այդքան չի խոսել խաղաղությունից, ինչքան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եւ այդքան պատերազմ չի բերել, ինչքան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Կարապետյանը համոզված է, որ այս վտանգավոր ընթացքը կանգնեցնելու խաղաղություն հաստատելու համար կա մեկ հնարավորություն։ Գործընթացում պետք է լինեն մեկից ավելի երաշխավորներ։ Մեր առաջարկը ինչն է։ Խաղաղության պայմանագրում լինի մեկից ավելի երաշխավոր։ Այդ բaragայում կլինի խաղաղություն։ Եթե մի երաշխավորը, եթե մենք պահում ենք մի երաշխավոր կամ չենք ունենում երաշխավոր, իսկ այստեղ մենք չունենք երաշխավոր։ Մենք ունենք ուղղակի վկայի կարգավիճակ, լավ է որ այդ երկիրը կա, Ամերիկայի Միացյալ Նահանգները լավ է որ կա, բայց վկայի կարգավիճակից երաշխավորի կարգավիճակ եթե ստանա, եւ եթե մեկից ավելի երկիր ունենանք երաշխավորություն, մենք նույն խնդրի առաջ չենք կանգնի, ինչ որ կանգնեցին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ վերջի։ Ինչ վերաբերում է ԿՊԱ-ականների մեղադրանքներին, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը չի խոսում արտաքին քաղաքականության մասին, եւս այս իշխանության ստերից է։ Տարբեր առիթներով ու նաեւ Ազատության հետ հարցազրույցում Նարեկ Կարապետյանը հստակ անդրադարձել է արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Նարեկ Կարապետյանը նաեւ վստահեցրեց, որ իրենք Փաշինյանի նման բանակցությունները զրոյական կետից չեն սկսելու։ Իսկ հարցին, ովքեր են լինելու Ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակներում, Նարեկ Կարապետյանը տեղեկացրեց, որ անուններ դեռ չեն հրապարակում, բայց իրենց ցուցակներում լինելու են մարդիկ, ովքեր մաքուր ձեռքերով են։